Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի մասնակցությամբ Սևանի ափամերձ հատվածում բացվեց օդերևութաբանական գերժամանակակից կայան, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել Սևանա լճի պահպանությունը, կնպաստի Սևանի շրջակա միջավայրի մոնիտորինգի արդյունավետության բարձրացմանը։ Ուրախ ենք Եվրամիության, Գերմանիայի գիտական ինստիտուտների եւ Հայաստանի միջև սերտ գործակցության համար։ Հուսով եմ, որ այդ գործակցությունը կհանգեցնի Սևանա լճի ջրի որակի բարելավմանը։ Թե ինչպիսին է քաղցրահամ Սևանի ջրի որակը ստուգվեց տեղում, ինչին հետևեց նաև Գերմանիայի նախագահը։ Սևանի ափամերձ հատվածից վերցված ջրի նմուշում ստուգումը պարզեց, ցուցանիշները թույլատրելի նորմերի սահմանում են։ Նախագահ Շտայնմայերին հետաքրքրեց, թե ինչ ստանդարտներով է չափվում ջրի որակը։ Նմուշարման սպիտակ շիշը որպես հուշ կպահպանվի հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի լաբորատորիայում, իսկ չափագրման ավտոմատ այս կայանը մեր երկիրն արդեն ունի գերմանական կառավարության եւ Եվրամիության աջակցությամբ Սևանի շրջակա միջավայրի պահպանություն EU for Sevan ծրագրով։ Առաջին անգամ է, որ նորանկախ հանրապետությունում ունենում ենք այսպիսի կայան, որը անմիջապես տեղադրված է լճի առափնի հատվածում, չնայած ավազանում ունենք օդերևութաբանական կայաններ, որոնք լճի ափից հեռու են մոտ 6-7 կիլոմետր, ինչը լճի ջրային հաշվեկշռի կազմման համար որոշակի բարդություններ է ստեղծում եւ սա զգալիորեն կբարելավի լճի ջրային հաշվեկշռի կազմման եւ հետագայում նաեւ կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատման համար։ Օդերևութաբանական այս նոր կայանի շնորհիվ արդեն հնարավոր կլինի անմիջապես ափին ունենալ մթնոլորտային տեղումների, օդի, ջրի ջերմաստիճանի, ջրի գլորշիացման օդերևութաբանական պարամետրեր։ Դրանք անհրաժեշտ են որոշում կայացնողներին Սևանի հետ կապված աշխատանքներ իրականացնելիս։ Քանի որ լճի ափին կա գոլորշիացման արդեն չափիչ սարքավորում, չափման տվյալները կհամադրենք եւ եթե անհրաժեշտություն լինի հաշվարկման ճշգրտություններ կանեն, իսկ դա շատ կարեւոր ցուցանիշ է, քանի որ Սևանա լճի ջրային հաշվեկշռի ամենակարևոր տարրը դա գոլորշիացումն է, որովհետեւ հաշվարկները ցույց են տվել, որ Սևանա լիճ մուտք գործող ջրի 80-ից 90%-ը գնում է գոլորշիացման վրա։ Տարեկան միջին հաշվով 1 միլիարդ մետր խորամարդ ջուր է գոլորշիանում Սևանա լճից։ Ծրագրով տրամադրվել է նաև ամենագնաց մեքենա հագեցած դաշտային բազմապարամետր չափման սարքերով, ինչը հնարավորություն է տալիս դաշտում ունենալ առաջնային ջրի էկոլոգիական վիճակի վերաբերյալ տվյալներ։ Ընդհանուր բյուջեն 170,000 եվրո է։ Հայաստանի կառավարության աջակցությամբ նման 9 կայան տեղադրվել է նախորդ տարի տարբեր մարզերում։ Պետական ֆինանսավորմամբ օդերևութաբանական դիտարկումների ամբողջ ցանցը ավտոմատացվել է։ Նախագահ Շտայնմայերի այցը այստեղ առիթ դարձավ ամփոփել այս ոլորտում հայ-գերմանական գործակցության արդյունքը։ Վերեցի օրինակներ, օրինակ որ գետնի վրա արդեն մենք ունենք իրականություն դարձած, որ օրինակ հովազը վերադարձել է Հայաստան, ավելի քան 50 տարի չլինելով Հայաստանում, եւ արդեն գալով դեպի Սևանա լիճ ներկայացրեցինք մեր երկրի ամենակարևոր քաղցրահամ լիճը, որ ամենակարևոր էկոհամակարգերից մեկն է երկրի համար, կարևոր դեր է տանում երկրի բնապահպանական բալանսի եւ տնտեսական զարգացման համար եւ մենք շատ աշխատանք ենք տանում, որպեսզի բալանսը բնապահպանության եւ տնտեսական զարգացման միջեւ պահենք եւ լիճը դրանից չտուժի։ Կլիմայի փոփոխության մարդկային գործոնի հետևանքով վնասակար ազդեցություններից Սևանա լիճը զերծ պահելու համար գերմանական կառավարությունից եւ Եվրամիությունից ֆինանսավորվող ծրագրերը երկուսն են։ Փոխնախարարը եւս ընդգծում է այդ ծրագրերի շնորհիվ է, որ Սևանում ունենք ջրի որակական եւ քանակական տվյալների ժամանակակից մոնիտորինգ։ Դա հնարավորություն է տալիս Սևանի զարգացման հարցում գիտության հենքով որոշումներ կայացնել։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Գյուրքչյան, Լուրեր։